Բարի երեկո։ Մեր օրակարգում երբեմն խնդիրներ են հայտնվում, որոնք լուծելն առաջին հայացքից մեծ բարդություն չի ենթադրում։ Բայց ընթացքում պարզվում է, որ դրանք շատ ավելի խորքային պրոցեսների են առնչվում, հետևաբար լուծումներն էլ ոչ մի պարագայում հեշտ չեն կարող լինել։ Շրջանառության հարկի շուրջ կրքերն էլի բորբոքվել են։ Հիշեցնեմ, որ կառավարությունը առաջին հայացքից փորձում է ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել փոքր ու միջին բիզնեսի համար, ավելի որոշակի այն բիզնեսի, որի շրջանառությունը չի գերազանցում 58 միլիոն դրամը։ Պարզ ասած, եթե ձեր ընկերության տարեկան շրջանառությունը այդ շեմից ներքև է, ապա կառավարությունն առաջարկում է ներկայիս գործող հարկատեսակա շրջանառության հարկը 3.5%-ից իջեցնել մինչև 1%։ Թվային տեսքով սա նշանակում է, որ տարեկան ասենք 50 միլիոն դրամի շրջանառություն ունեցող ձեռներեցը կառավարության այս առաջարկով պետությանը տարեկան ընդամենը կես միլիոն դրամ հարկ պետք է տա, 50 միլիոնից կես միլիոն, արանքում տնտեսելով տարեկան 1 միլիոն 200 հազար դրամ։ Եթե որևէ մեկը կասի, թե սա նշանակալի գումար չէ, կարելի կլինի զարմանքից կլորացնել աչքերը։ Եթե որևէ մեկը կասի, թե շրջանառության ընդամենը 1%-անոց հարկը մեղմ ասած լավ պայման չէ փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար, էլի բավական զարմանալի կհնչի։ Եվ այս տեսանկյունից առաջին այսքից բացարձակ անհասկանալի ու անտրամաբանական են առևտրականների բողոքները։ Հատկապես ինչի դեմ են բողոքում, տարեկան 2-3 հազար դոլար տնտեսելու և ավելի քան 100 հազար դոլար շրջանառության պարագայում պետության ընդամենը 1000 դոլարի չափ հարկ տալու, արդյոք դա արդարացի ու հիմնավորված բողոք է։ Եթե որևէ եվրոպացի գործարարի հարցնես, ապա նա տարակուսած հայացքով կնայի քեզ վրա, բայց մեր գործարանները բողոքում են և ասում ոչինչ, մենք պատրաստ ենք ավելի շատ վճարել։ Սա կրկին առաջին հայացքից նոնսենս է, քանի որ մարդկության պատմության ամբողջ ընթացքում մարդը ցանկացել է հնարավորինս շատ գումար վաստակել, իսկ հիմա կարծեք թե հակառակ պատկերն է։ Մարդիկ ասում են, ձեր բարեփոխումները ձեզ պահեք, մենք շատ կվճարենք, ոչինչ։ Ну, будете у нас на Колыме. Будете у нас на Колыме, милости просим. Нет, уж лучше вы к нам. Счастливо. Կողքից այս ամենին հետևող ու բիզնեսից բան չհասկացող մարդու մոտ բնական հարց կառաջանա, իսկ ինչու են բողոքում, նշանակում է ինչ-որ խնդիր կա, չէ։ Խնդիրը փաստաթղթերով աշխատելն է։ Պարզ ասած, պետությունն ասում է, ես պատրաստ եմ քեզանից ընդամենը սիմվոլիկ գումար գանձել որպես հարկ, բայց դու էլ պարտավոր ես ասել ինձ ումից որքան ապրանք ես վերցրել։ Պետությունը հիմնավորում է, որ եթե գործարարը չասի դա, հնարավոր չի լինի վերահսկել վաճառքի ծավալներն ամբողջությամբ։ Ավելի պարզ, եթե ինչ-որ մեկը որպես ներկրող բերել է ասենք 1 տոննա ինչ-որ ապրանք, 1000 խանութպան եկելու ամեն մեկը մեկական կիլոգրամ այդ ապրանքից վերցրել գնացել է, ապա եթե խանութպանները չասեն, որ ամեն մեկը մեկական կիլոգրամ ապրանք է վերցրել կամ ընդամենը կեսն ասեն, հնարավոր չի լինի պարզել, թե իրականում քանի կիլոգրամ է այդ ապրանքից սպառվել։ Այս առումով նպատակն էլ կարծեք թե ազնիվ է, տնտեսությունը դուրս հանել ստվերից։ Եվ ահա այստեղ է, որ առաջին հայացքից միայն բարի նպատակներ հետապնդող նախաձեռնությունը սկսում է խնդիրների բախվել։ Ձեռներեցներն ասում են, մեզ մի պարտադրեք ասել, թե ումից որքան ապրանք ենք վերցրել, թողեք հանգիստ աշխատենք, իսկ դրա դիմաց մենք պատրաստ ենք ավելի շատ հարկ վճարել։ Ինչու են այդպես ասում։ Պատճառները մի քանիսն են։ Նախ չեն ցանկանում խնդիրներ ունենալ խոշորների հետ։ Մենք ընդհանրապես երբեք խնդիրներ չենք ցանկանում ունենալ որևէ մեկի հետ։ Մյուսը մանրածախ առևտրում նույնպես ստվերը չափազանց մեծ է, ու եթե անկեղծ լինենք, ապա 58 միլիոն դրամ տարեկան շրջանառությունը մեծ հաշվով սովորական բուտկայի առևտուր է, բայց այդ շրջանառությունը երբեմն ընկերություններ են ցույց տալիս, որոնք հաստատ բուտկա չեն, եւ այս առումով ակնհայտ է, որ գործարանների մի որոշ հատվածը փաստաթղթերին դեմ է այն պատճառով, որ դրանց առկայության դեպքում շատ արագ պարզ կդառնա, որ իր շրջանառությունը շատ ավելի մեծ է, քան 58 միլիոն դրամը։ Իսկ երբ դա պարզվի, նա դուրս կգա շրջանառության հարկի շրջանակից ու կսկսի շատ ավելի մեծ թվեր վճարել որպես հարկ, եւ ստացվում է, որ խնդիրն ամեն գնով 58 միլիոնի շրջանակում մնալն է։ Բայց բողոքողների մի պատկառելի հատվածի մտահոգություններն իհարկե ռացիոնալ դաշտում են։ Մասնավորապես նրանք ռիսկեր են տեսնում, որ հարկայինի հետ խնդիրներ կսկսեն ունենալ։ Նրանք նաև ասում են, ուզում եք պայքարել ստվերի դեմ, վերևից սկսեք, եւ այլն։ Մտահոգություններ, որոնք իհարկե հասկանալի են եւ դրանց պետք է լուծում տալ։ Կամ 58 միլիոն դրամի շեմը գործում է երկար տարիներ, իսկ այդ ընթացքում ապրանքների գները էապես թանկացել են։ Պարզ ասած, եթե առաջ այդ 58 միլիոնով կարելի էր ասենք 5 տոննա ապրանք վաճառել, հիմա նույն 5 տոննան պետք է վաճառել արդեն 100 միլիոն դրամով։ Ու եթե գործարարն ամեն տարի այդքան վաճառում է, գները բարձրանում են, իսկ շեմը ոչ։ Նա ստիպված փորձում է տեղավորվել 58 միլիոնի մեջ, բնականաբար թաքցնելով ավելացած շրջանառությունը։
Այսինքն, խնդիրներ են, որոնք համ ակնհայտ սուբյեկտիվ են կամ ավելի պարզ կապրիզ, համ օբյեկտիվ։ Բնական է, որ կապրիզներով առաջնորդվել ոչ մի դեպքում չի կարելի, բայց օբյեկտիվ խնդիրներն իհարկե պետք է լուծել։ Մեր տնտեսության հենքը փոքր ու միջին բիզնեսը պետք է լինի, եւ պետությունը պարտավոր է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել իրենց հասն իրենց իսկ քրտինքով վաստակող մարդկանց աշխատանքի համար։ Առողջ եղեք։